Իմ քայլը հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 27-ին տեղեկացրեց իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնության ավարտի մասին։ Փաշինյանն ու Հակոբյանը քաղաքացիական ամուսնության մեջ էին գտնվում։ Իրենց միությունը պաշտոնապես չէին գրանցել։ Աննան Չինաստանից եկել է ու բարձա խորոված է։ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանելով նախկին տիկնոջը սոցիալական ցանցում գրեց, որ այդ որոշմանը հարգանքով է վերաբերվում, շեշտելով, որ իրենց համատեղ կյանքի ընթացքում Հակոբյանն իրեն մշտապես աջակցել է։ Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում։ Աննա Հակոբյանը իր որոշման մասին կրկին սոցիալական ցանցի տեսանյութով էր տեղեկացրել, նաև ցուցադրել, թե ինչ է իր հետ տանում կառավարական առանձնատնից։ Դրանք հիմնականում անձնական իրեր եւ գրքեր են, մանրամասնել է նա։ Բնականաբար ես այս բոլոր նվերները, զարդերը եւ այս հագուստը, որոնք նույնպես կարծում եմ բավականին թանկարժեք են, հանձնում եմ պետությանը։ Հակոբյանը նաև տեղեկացրել է իր որոշ ֆինանսական միջոցների մասին եւ պնդել, որ ապրելու է վարձակալած բնակարանում։ Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում, փորձելով պարզել, ինչ կարծիք ունեն այս մասին քաղաքացիները։ Չեմ կարող, ցնցված եմ ուղղակի։ Իսկ Աննա Հակոբյանը ասել է, որ ոչինչ գրեթե ոչինչ հետը չի վերցնում եւ վարձով բնակարանում է ապրելու։ Ոնց է վճարելու այդ գումարը, մտածել եք։ Բայց ինչու պետք է վարձով բնակարանում ապրել։ Ինքն է հայտարարել։ Փաշինյանի վիճակի չի բնակարան գտնելու, ասենք ամուսնալուծում են, չեն ապահովում կնոջը։ Այս զիբիլեր, ախր չեք տենց հարցեր տալի, չեք պատկերացնում դուք իրաց վիճակը, իրանք հիմա ամեն մի բանից կկախվեն, որ մի բան մոգոնեն, մի բան ստեղծեն։ Աննա Հակոբյանը նաև ասում էր, որ գրեթե առանց դրամական միջոցների վարձով տանն է ապրելու, ոնց է ապրելու։ Աջան, Իրանով բարեգործական հիմնադրամ կա։ Իրենց խնդիրն է, կարծում եմ էլի պետք չի խառնվել, դա անձնական խնդիր է, ոչ թե ինչ-որ քաղաքական։ Մարդիկ ամուսնանում են, բաժանվում են, այդ իրանց գործն է։ Մենք չենք սիրում իրենց։ Բայց Աննա Հակոբյանն ասել է, որ վարձով բնակարանում է ապրում։ Չեք մեկնաբանում։ Մենք զզվում ենք դոնցեն։ Ամեն ընտանիք իրեն ներսում ինչ-որ բաներ ունի, եւ դա ոչ մեկի գործը չի, ոչ էլ իմ։ Շատ բարի, եւ մի հարց Աննա Հակոբյանն ասում է, որ գրեթե առանց դրամական միջոցների վարձով է ապրելու։ Ձեզ հետաքրքրում է սա։ Ոչ, բոլորովին դա իրենց անձնական գործն է։ Շատ լավ, երկուսն էլ թող կորչեն գրողի թոցը։ Աննա Հակոբյանն ասում է, գրեթե առանց դրամական միջոցների վարձով բնակարանում է ապրելու, ոնց է հոգալու։ Իրանց խնդիրն է, ժողովրդի հաշվին։ Ես մեկնաբանություն չունեմ այդ առումով, հատկապես իշխանության թևի հետ կապված։ Ես չեմ զբաղվում ոչ մի հարցով քաղաքական։ Ճիշտ ասած, քաղաքացիությունից не разбираемся։ Լսել եմ, բայց չեմ մեկնաբանում։ Մեր գործը չի։ Չեն հետաքրքրում։ Չի հետաքրքրում։ Չեմ ուզում ոչ մի բան ասել։ Ինձ հետաքրքիր չի։ Չեմ հետաքրքրվում։ Չիմանամ, կարող է խաղա, կարող է սուտա, կարող է ճիշտ է, չեմ կարող ասել։ Մի հարց էլ Աննա Հակոբյանն ասեց, որ վարձով բնակարանում է ապրելու, բայց շատ դրամական միջոցներ չունի։ Ձեզ չի անհանգստացնում, ոնց է ապրում։ Սուտ ասում, հաստատ։ Իրենց խնդիրն է, ես չգիտեմ, չեմ կարող բան ասել։ Ինձ չի հետաքրքրում իրանց հետ կապված ոչ մի բան։ Իսկ հետաքրքրում է, որ Աննա Հակոբյանն ասել է գրեթե միջոցներ չունի եւ վարձով բնակարանում է ապրելու, ոնց է վճարելու։ Ոայ շատ մեղ կա, եկեք մի քիչ օգնենք, թող կարողանա վճարի, ինչ ասեմ։ Ամեն ինչն է PR իրանց։ Ինքը ոնց ապրելու, դուք ինձանից լավ գիտեք։ Դա իրենց անձնական գործն է, չեմ ուզում ինչ-որ բան քննարկել։ PR։ Իսկ այն, որ Աննա Հակոբյանը վարձով է ապրելու եւ շատ դրամական միջոցներ չունի, ոնց կմեկնաբանեք։ Ոայ հավատալու չի դա։ Այնքան սուտ բաներ են ասում, որ հիմա չենք հավատում, թե որն է ճիշտ, որն է սխալ։ Կարծում եք նախընտրական ինչ-որ քայլեր։ Դե չեմ կարծում, մեր ժողովուրդը սիրում է ամեն ինչը ճոխացնի, մեծացնի, ինչ իմանանք։ Իսկ Աննա Հակոբյանը այն, որ հայտարարեց գրեթե շատ քիչ դրամական միջոցներ ունի եւ վարձով է ապրելու, ոնց է ապրելու, որպես հայկին, ինչ եք կարծում։ Չէ, դե դա մի քիչ չափազանցություն կլինի, չեմ պատկերացնում, ոնց կարող է այդպիսի բան լինել, հնարավոր չի։ Իսկ ինչ որ տեսնում ու լսում ենք, դեռ հավատալ պետք չի։